I want to say two words right away. So, when you don't have the Holy Spirit, there's no way you can pray. There's no way. Because the Holy Spirit teaches you how to talk the right way. He's guiding you the right way to talk, to pray. So in Armenian. Ուրեմն այսպես, եթե Սուրբ Հոգին չունենաս, իմ եղբայր կամ քույր, դու երբեք աղոթք չես կարող անել, որովհետև Սուրբ Հոգին է քեզ սովորացնում, քեզ ցույց տալի ճիշտ աղոթքի ուղղությունը, թե ոնց աղոթք անել։ Տիրոջը աղոթք անել, ինքն է սովորացնում, որովհետև առանց իրեն դու ոչ մի բան չես կարող անել։ Տիրոջ հոգով, որ աղոթք չանես Քրիստոսի, դու չես կարող աղոթք անել։ Այդ ուզում ես հավատաս, չհավատաս, ես օրինակ չեմ հավատում առանց Սուրբ Հոգու աղոթք անել, որովհետև գիտեք ինչու եմ ասում։ Անունը չեմ ուզում տալ, որովհետև ես մտա մի հատ եկեղեցի, քայլեցի ներս։ Ես չզգացի Սուրբ Հոգու աղոթքը, Աստծո աղոթքը։ Իրանք գոռում էին մի ձենի, մեկնդեից էլ աղոթք անում ես, մեկնդեից ու տարբեր անբարբար լեզուներով։ Ես ուղղակի Տեր Աստված ասի, ես ի՞նչ է կատարվում։ Ես Սուրբ Հոգու չի, որովհետև երբ որ Սուրբ Հոգով աղոթք ես անում, Սուրբ Հոգին Տիրոջ քեզ սովորացնում է ճիշտ ձևով աղոթք անել, պարզ լեզվով։ Հիմա ես որ խոսում եմ, չէ՞։ Ես խոսում եմ եւ դու հասկանում ես։ Հիմա որ անգլերեն խոսեմ, անգլերեն, դու չես հասկանա, եթե չիմանաս անգլերեն լեզուն։ Հասկացաք, եղբայր քույրս։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, Աստված ձեզ ճիշտ ճամփին վրա կանգնեցնի եւ ինքը քայլի ձեր առջևից, որպես լույս եւ վահան։ Աստված օրհնի բոլորիդ, Տիրոջ Հիսուս Քրիստոսի հույս եւ լույս, ճշմարիտ, շնորհք, հույսի անունով։ Հիմա շնորհքի շրջանն է, փրկության, Քրիստոսի փրկության, Քրիստոսա շնորհքը։ Աստված օրհնի Տիրոջ Քրիստոսի գերագույն սիրուն հավիտենական անունով։ Ամեն։